Թբիլիսիի առաջնորդանից Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնումը գրեթե ավարտվում է եւս 2 ամիս եւ եկեղեցին կբացի դռները։ Այն միանգամայն նոր տեսք ունի կամ ավելի ճիշտ այնպիսին է, ինչպիսին կառուցվել էր 13-րդ դարում։ Սա Թբիլիսիի ամենահայտնի Մեյդան կոչվող հրապարակն է, որտեղ խաչվում են ոչ միայն ճանապարհները, այլ նաև քաղաքակրթություններն ու մշակույթը։ Այստեղ է գտնվում հրեական սինագոգը, հայկական եկեղեցին եւ թուրքական մզկիթը։ Հայկական եկեղեցին վերջին տարիների ընթացքում կանգնել էր քանդման վտանգի առջև, բայց 3 տարի առաջ սկսված նախագիծն արդեն միսու արյուն է ստացել եւ գրեթե պատրաստ է եկեղեցի շահագործման։ Սուրբ Գևորգ եկեղեցին վերականգնելու նախագիծը մեկնարկեց 2012 թվականին գործարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ ու ֆինանսական դոնորների մասնակցությամբ։ Հետաքրքիր է, որ հայկական եկեղեցին վերականգնելուն մասնակցեցին նաև վրացի բարերարները, կարևորելով եկեղեցու պատմական արժեքը։ Հայկական եկեղեցին շատ կարևոր է Թբիլիսիի համար, ամենից առաջ հայկական ներկայությունը ապահովելու ու իր պատմական արժեքի համար։ Հենց այդ հանգամանքները հաշվի առնելով ենք մասնակցել վերականգնման ծրագրին։ Բարձունքից իջնող սելավաջրերն ու կոյուղին խառնվելով իրար իջնում էր եկեղեցու տակ։ Դրանք հայքայում էին եկեղեցու հիմքը, ներծծվելով պատերի մեջ բարձրանում էին մինչև 4 մետր։ Պատերի վրա հսկայական ճաքեր էին գոյացել։ Վրաստանի ինժեներական ակադեմիայի տեխնիկական փորձաքննության բաժնի վարիչ Օթար Չակվետաձեի պնդմամբ եկեղեցին կփլուզվեր նույնիսկ 5 բալանոց երկրաշարժի դեպքում։ Մենք որոշեցինք նախ ամրացնել եկեղեցու հիմքը, որը 5 մետր խորություն ունի։ Դրա համար կիրառել ենք նոր մեթոդ։ Հիմա եկեղեցին ոչ թե հողի վրա է նստած, այլ հենասյուների, որոնք էլ հսկասալիկի։ Ես երաշխավորում եմ, որ եկեղեցին կարող է դիմանալ 8 եւ ավելի բալուր գնությամբ երկրաշարժի։ Պետք է ռեստավրացիա արվեին ընդամենը 120 քառակուսի մետր մակերեսով որմնանկարները, բայց Իտալիայում վերապատրաստված հայկական խումբը որմնանկարների մի ամբողջ գանձարան հայտնաբերեց։ Պարզվեց, որ մոտ 10 անգամ ավել, այսինքն ամբողջ պատերը որմնանկարների մեջ էր։ Վերականգնման ընթացքում ներքիտակից դուրս եկան Հովնաթանյանների ու Բաշնջաղյանի որմնանկարները, որոնք ժամանակին չէին կարողացել վերականգնել եւ ուղղակի ներկել էին։ Որոշում կայացվեց բոլոր նկարները վերականգնել ու ստացվեց Հովնաթանյանների ու Բաշնջաղյանի որմնանկարների փունջ։ Դեռևս անցած տարի որմնանկարների վերականգնման խմբի ղեկավարը պնդում էր, որ 7-ից 8 որմնանկարների շերտ են հայտնաբերել։ Մեր Հայաստանի տարածքում ես չկա մի հուշարձան, որը այսքան շերտեր պարունակի իր մեջ, այդքան պատմություն պարունակի, ռեստավրացիոն պատմությունն է։ Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնումը ծրագրի առաջին փուլն է։ Այդիա հիմնադրամը մտադիր է գնել հարակից կառույցները, որոնք մինչև 20-րդ դարի սկիզբը պատկանել են եկեղեցուն ու ստեղծել մշակութային համալիր։ Ծրագիր ունենք, որ այստեղ կարողանանք հետ վերադարձնել եկեղեցուն եւ ստեղծել այսպես մշակութային կենտրոն։ Ու մեկ իշխանի շնորհիվ 13-րդ դարում հիմնադրված Սուրբ Գևորգը Թբիլիսիի հայ համայնքի համար առաջնային նշանակություն ունի։ Սա առաջնորդանիստ եկեղեցի է, այսինքն այստեղ է նստում վիրահայոց թեմի առաջնորդը, որը ժամանակավորապես տեղափոխվել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի։ Զորապ Հարոյան, Գառնիկ Մելքոնյան, ժամը լրատվական։